Արի լույս Հայր ջան, Ռաբիզը քանդեց մեր տունը, իրոք քանդեց մեր տունը։ 1990-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր օլիգարխիան, թալանչիների ամբողջ թիմը քանդելով եւ ավիրելով այն ամբողջ հզոր մշակույթը, որը ստեղծվել էր տարիներ շարունակ իրենցից առաջ, մեկ օրում իջիկ դարձավ։ Բոլոր գիտնականները, արվեստագետները, խելացի մարդիկ ստիպված եղան երկիրը լքելու, կամ նրանք, ովքեր երկրում էին, այլևս արտահայտվելու կամ իրենց ցույց տալու հնարավորություն չունեին։ Եվ ահա ամեն մի դուսպրծուկ դարձավ երգիչ, եւ ահա ամեն մի դուսպրծուկ դարձավ դերասան, ել չեմ ասում երկրի ղեկավար, ովքեր որոշեցին մեր ճակատագիրը։ Մի քանի օր առաջ չերքիչ Թաթա կոչվածի մեկը համերգ էր տալիս Երևանի տոնի կապակցությամբ եւ ահա ասում էր. հորս Սարև լավ ենք անում, քեֆ ենք անում, եւ մի ամբողջ երիտասարդություն ոռնում էր եւ ծափ էր տալիս։ Հարց եմ տալիս քեզ, հայ մարդ, հայ մտավորական, հայ ուսուցիչ, հայ ուսանող, հայ բժիշկ, դուք ինչպես եք սրան նայում։ Նժդեհ եք ասեր, նայելով քեզ հայ երիտասարդություն, ես ապագայով չեմ լցվում իմ երկրի հանդեպ։ Սա եք դուք, երբ նայում եմ ձեզ, հասկանում եմ, թե ինչ է մեզ սպասվում։ Երբ նայում եմ ձեզ, հասկանում եմ, որ մեր մշակույթից եւ այս հզոր քաղաքակրթության նվաճումներից այնինչ որ արել է հայ մարդը, ոչ թե դարեր, այլ հազարամյակներ շարունակ, ոչինչ չի մնալու։ Դուք մնացիք լափամանի հույսին, մնացիք, որ ամեն օր դուք լափուտ եք եւ ձեր միակ հաճույքը դա դարձավ ձեր ստամոքսն ու ձեր սեռական օրգանները։ Ահա թե ինչի են տանում այս իշխանությունները եւ ինչ էր անում հենց Լևոն Տեր-Պետրոսյան կոչվածը քորը տարիներ շարունակ հետողությամբ։ Հիշեցի Մեծն Կոմիտասի հետևյալ խոսքերը, թերևս կարդամ. ժողովուրդը, որը գեղարվեստ չունի, նույն է թե զգալու կարողություն չունի։ Էլ ինչ ժողովուրդ, եթե չի զգում, դուք չեք զգում, դուք վաղուց չեք զգում, դուք ցավ չեք զգում Արցախը կորցնելուց, դուք ցավ չեք զգում Եռաբլուրի կողքից անցնելուց, դուք ցավ չեք զգում, երբ ազերին առավոտից երեկո ծաղրում է ձեզ եւ ձեր Նոլդու Փաշինյանին, դուք ցավ չեք զգում ամեն անգամ անցնելով Հայաստանից եւ տեսնելով դրոշները, որտեղ որ հուղարկավորված են մեր տղաները, դուք միայն զբաղված եք ձեր լափը լափելով, որովհետեւ հենց ձեր տեսակն է երկիրը քանդում, ձեր ռաբիս տեսակը։ Ես հույս ունեմ, այդպես կլինի, այսպես երկար չի մնա։ Մի օր կգա ազգային իշխանություն եւ այն բոլոր կեղտոտները, ովքեր որ զբաղված են ազգային մշակույթը կործանելով եւ ընդհանրապես այսպես թեթև սոլիկ երաժշտություններով եւ ճակերտների մեջ ասած արվեստով զբաղեցնել ժողովրդին, նրանք բոլորը կջնջվեն, ոչ մեկի անունը չի մնալու։ Լավ մնացեք հայ ժողովուրդ եւ հիշեք, որ մեր ինքնության պահպանության առաջին մեծ գրավականը դա մեր մեծ քաղաքակրթության պահպանումն է եւ ոչ թե հորս Սարև լավ ենք անում։